Շնորհակալություն։ Ձեր հետ գերազանցություն մեծարգո նախագահ Միխայել Կայելաշվիլի, սիրելի ընկեր, հարգարժան հյուրեր, տիկնակ եւ պարանայք։ Անչափ հաճելի է կրկին գտնվել եղբայրական Վրաստանի հյուրընկալ հողում։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այցի ընթացքում ինձ եւ իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Ուրախ եի կրկին հանդիպել ձեզ Երևանում կայացած մեր բարեկամական եւ կառուցողական հանդիպումից հետո։ Մեր հանդիպումը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև ամուր բարիդրացիական հարաբերությունների շարունակական կարեւորությունը։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի բազմադարյա պատմության ավանդույթների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստան-Վրաստան հարաբերությունները։ Վերջին շրջանի բարձր եւ բարձրագույն մակարդակի փոխայցելությունների եւ երկկողմ շփումների հաճախականությունը հստակ վկայությունն է, թե ինչ ինտենսիվ են Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները։ Մեր երկու պետությունների սերտ համագործակցությունը մեզ հասցրել է պատմական մի հանգրվանի, երբ մենք մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի։ Չնայած գաղտնիք չէ, որ Վրաստանի հետ մեր համագործակցությունը միշտ էր կրել է ռազմավարական բնույթ, սակայն այժմ այն ամրագրվել է նաև պաշտոնական մակարդակում։ Այսօր հարգարժան գործընկերությունից հետ ունեցանք բավականին արդյունավետ եւ բովանդակալից քննարկումներ։ Նախագահ Կայելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմավորորդ փոխգործակցությանը եւ Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման ուղղված հետագա անելիքներին։ Մեր քննարկումների առանցքում են նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական եւ երիտասարդական ոլորտերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստում է 2026 թվականի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17 եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը։ Պարոն նախագահ, այդ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած երակողմ հանդիպման արդյունքներին եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջապատման արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորություններին։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերու նախագծի տեսլականին։ Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության եւ փոխկապակցվածության ինստիտուցիոնալիզումը, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցման ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում TRIP նախագծի միջոցով Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ, տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի, նպաստելով նաեւ տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին եւս հնարավորություն կձեռնի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա կենտրոնական Ասիա կապողների կարևոր բաղկացուցիչ։ Հարատև խաղաղության, կայունության, անվտանգության, պետությունների եւ ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդումը, ապահովումը, բարեկեցիկ ապագայի կառուցումը միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է։ Ամփոփվելով խոսքս, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել իմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնառությունը գործադրել ջանքեր Հայաստանի եւ Վրաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման համար։ Շնորհակալություն։